Համակարգում կարգապահության եւ բարեվարկության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է։ Այդ համատեքստում նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները, ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արաֆ Իդանյանը։ Մասնակցել են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտորը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության ու ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց, 4 ոստիկանի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատում, 2 ոստիկանի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը, իսկ 2 ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է։